Գիտության մեջ կանանց դերը թերևս անփոխարինելի է, ինչու ենք հատկապես կանանց առանձնացնում, բնականաբար, քանի որ մեկ ամսյակն է եւ մենք ուզում ենք շեշտել հատկապես կնոջ եւ աղջկա կարեւորությունը գիտության մեջ։ Եվ այս էջում մենք առանձնացրել ենք այն կանանց, որոնք անփոխարինելի հետք են թողել գիտության մեջ։ Դիտենք ռեպորտաժը եւ վերադառնանք։ Կանայք գիտության մեջ պատմականորեն հաղթահարել են գենդերային կարծրատիպերը եւ նշանակալի ներդրում ունեցել տարբեր ոլորտներում։ Այսօր թղթե տոպրակների առկայությունը շատ սովորական է եւ պահանջված, եւ գուցե քչերը գիտեն, որ դրա ստեղծման հիմքում կնոջ հնարամտությունն է։ 1867 թվականին Մարգարետ Նայթ անունով մի կին աշխատում էր թղթե տոպրակների գործարանում, որտեղ նա նկատեց, որ կանայք պետք է ձեռքով սոսնձեն թուղթը, որպեսզի փաթեթը հարթ հատակ ունենա։ Դա անհարմար է եւ ժամանակատար։ Ուստի Մարգարետը որոշեց այդ նպատակով մեքենա մշակել։ Գյուտը ստեղծվել է 1879 թվականին։ Սա նրա միակ գյուտը չէ։ Մարգարետ Նայթը ծնվել էր Մեն նահանգի Յորք քաղաքում 1838 թվականի փետրվարի 14-ին։ Ընտանիքը վաղ էր կորցրել հորը, եւ Մարգարեթը տարրական դպրոցն ավարտելուց հետո ստիպված եղավ աշխատանքի անցնել բամբակի գործարանում։ 12 տարեկանում Նայթը ականատես է եղել գործարանային վթարի, որի ժամանակ աշխատողը վնասվածք է ստացել պողպատե ծայրով շաթլից, որը թռել էր էլեկտրական հաստոցից։ Մարգարետն այդ միջադեպից տպավորված էր, այնքան շատ, որ մի քանի շաբաթվա ընթացքում հորինել էր հաստոցի համար անվտանգության սար, որը հետագայում ընդունվել է Մանչեստրի այլ գործարանների կողմից։ Ոչ պակաս կարևոր գյուտի հեղինակ է նաև Թեոդոր Սթիվենսը։ Նա աշխատել է որպես վարսահարդար։ 1980 թվականին նա հայտնագործել է հատուկ երկաթ, որի օգնությամբ հնարավոր է գանգրացնել մազերը։ Այսօր մազեր գանգրացնելը թերևս շատ սովորական եւ հեշտ գործընթաց է։